Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Փաշինյան, հարցս կրկին Մուստաֆայևի այցին է վերաբերվում։ Արդյոք հենց դուք եք ընտրել գործարարներին, դուք եք ցանկավորել եւ նախորդ պրոտոկոլներով հաստատել հանդիպում, կազմակերպել Ադրբեջանի փոխվարչապետի հետ։ Ստացվում է Ալիևը ձեր նախընտրական շրջանում ինքն է երաշխիքներ, գործարքներ խոստանում հայ գործարարներին։ Իրենք այնտեղից պարտադրում են կոնտակտներ, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Այսինքն այլևս Հայաստանում կան գործարարներ, որոնք արդեն կոմունիկացվում են Ադրբեջանի հետ։ Քոտայքի օդում նաև սավառնող տեսահսկող սարքերն ու ռազմական տեխնիկան հայկական ռեսուրս է, թե ադրբեջանական պատվիրակություններ բերելիք է, քանի որ իրենք էլ չեն վստահում հայ հասարակությանը, որքան էլ դուք նշում եք, որ այլևս խաղաղություն է։ Եվ նաև ինչպես է գնահատում այն փաստը, որ շաբաթ օրը Մարալիկում Արթիկի պետական քոլեջի մի խումբ անչափահաս ուսանողների տեղեկացրել են, թե մասնակցելու են բանավեճի, սակայն ըստ տեղեկությունների մոլորեսնելով տարել են ձեր միջոցառմանը առանց հստակ նշելու հանդիպման ձևաչափը, թեման, արդյունքում նրանք ներկա են գտնվել ձեր իրական Հայաստանի գաղափարախոսությունը թեմայով բանախոսությանը, արդյոք սա չի հակասում ապա քաղաքական կրթական միջավայրին։ Ձեր կառավարության հայտարարություններն են։ Ավարտեցիք հարցը։ Եթե պարզվի, որ որևէ մեկը առանց իր կամքին հակառակ իմ մասնակցության միջոցառմանը վերվել, այդ իրականացրած պաշտոնյան կազատվի աշխատանքից, առանց երկար քննարկումների, երբ որ դա կհիմնավորվի, կապացուցվի, առանց քննարկումների կազատվի պարզապես աշխատանքից։ Ինչ վերաբերում է ձեր նշած հարցերին, առաջին, գիտեք ինչ, ես հարցերի մի հսկայական հատվածը համարում եմ անհեթեթ հետ իր ծագումնաբանության բերումով եւ համարում եմ, որ այդ հարցերը հայաստանյան ծագում չունեն։ Այդ հարցերի մի մասը ծագում են երրորդ երկրներում, հացվում են այստեղ, այդ թվում Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտ հրահրելու եւ այդ կոնֆլիկտի վրա իրենց ձեռքերը տաքացնելու համար ես ձեզ եւ հարցի հեղինակներին հիշեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան անկախ պետություն է, սրանից բխող բոլոր հետևանքներով, արդյունքներով եւ արարողակարգերով։ Դուք ավարտել եք ձեր հարցը, թե չէ։ Ավարտել եք դուք հարցը, թե չէ։ Խնդրում եմ տեղ տվեք հաջորդ հարց տվող։ Մի հստակեցում Ադրբեջանի փոխվարչապետի այցի հետ կապված դուք ասացիք, որ գործարարները մեկը մյուսի հետ ցանկեր է փոխանակել, կարող եք հստակեցնել, օրինակ Հայաստանից ինչ կարող է Ադրբեջան արտահանվել, կա ցանկ որոշակի եւ կան օրինակ գործարարներ, որ հիմա պատրաստ են այդ ապրանքները Հայաստանից արտահանել Ադրբեջան։ Եվ երկրորդ հարցը վերջին օրերին Աննա Հակոբյան ասուլիս էլ հրավիրել եւ մեզ բոլորիս վստահեցնում էր, որ երբ որ անկախ դիտորդը խախտումները Իմ քայլը հիմնադրամի հետ կապված հայտնաբերել, մեզ ասում էր ես եւ Իմ քայլը հիմնադրամը չենք ասոցացվում Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրի հետ, ուստի ինքը չի պատրաստվում հիմնադրամի բարեգործությունները ընդհատել։ Դուք հիմա հարցնում եմ, ձեզ եմ հարցնում, Աննա Հակոբյանը ձեզ հետ ասոցացվում է, Իմ քայլը ձեզ հետ ինչ որ կապեր ունի, թե չէ։ Իմ քայլը հիմնադրամի գործունեությունը ընդհանրապես որևէ կապ չունի քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ ընդհանրապես քաղաքականության հետ։ Սա առաջինը։ Ինչ վերաբերում է ապրանքների ցուցակներին, հենց նրբությունը դրանում է, որ միջև հիմա նախորդող շրջանում գործարար համայնքները ապրանքների ցանկեր փոխանակել են կառավարության միջոցով։ Այսինքն երկու կառավարությունների միջոցով։ Հիմա քանի որ արդեն ակտիվանում է այդ հոսքերի, այդ ցուցակների փոխանակումը եւ արդեն կառավարությունը այդ գործառույթը անելու, այսինքն պատեհություն չունի եւ խնդիրն է նա, որ հետաքրքրված գործարարներին, ովքեր ցուցակները փոխանցել են, մենք կազմակերպում ենք, ասում ենք սրանից հետո արդեն աշխատեք իրար հետ, այսինքն ցուցակ պիտի փոխանակեք, կառավարությունը լավ 1-2 մի քանի ամիս հասկանալի է, բայց արդեն
աշխատում եք իրար հետ արդեն կոնկրետ գործարքներ կան, կարող եք ուղիղ աշխատել իրար հետ եւ երկու կառավարությունները խնդիր այդտեղ չեն տեսնում։ Ինչ վերաբերվում է ինչ ապրանքներ կարող են արտահանվել, ինչ որ արտահանվում է, ինչ որ Հայաստանից արտահանվում, ոչ, այսինքն դա կախված է այս փուլում պարզավոր ապրանքների շրջանակը մեծ չի, բայց հետագայում կարան լայմ ինչ որ չէ, որովհետև քանի դեռ հստակ պայմանավորվածություն չկա, հետո պիտի հարց ծագի, բա ասեցիք, որ պետք է արտահանվի, արտահանվեց թե չէ, բան եւ այլն եւ երբ որ կարող կլինի արտահանում, դա արդեն արտահանման մեր վիճակագրությունների մեջ կտեսնեք։ Այսինքն ես պատեհ չեմ համարում իրադարձություններից առաջ, որովհետև դեռ հետաքրքրությունն է, կարող է 1000 մի գործոն կա, գին, լոգիստիկա, ժամկետներ, ծավալներ, կարող է այդ հետաքրքրությունները փոխվեն։ Ես հիմա ինչու հայտարարեմ մի բան, որը վերջնական չի եւ տեղի ունեցած չի։ Այսինքն ես չեմ զլանում։ Ուղղակի դեռ շատ նախնական ինֆորմացիա է։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Պարոն վարչապետ, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հետ կապված երեկվա հանդիպման արդյունքում փաստորեն միայն նախագծերի տեքստեր են համաձայնեցվել, իսկ կա մոտավոր ժամկետի մասին պատկերացում, թե երբ արդեն դրանք կհաստատվեն ու ըստ այդմ աշխատանքները կսկսվեն։ Նախանշվում է այդպիսի ժամկետ։ Ճիշտն ասած, լավ չպատկերացրի։ Նախագծերը համաձայնեցվում են, պետք է ներպետական ընթացակարգեր անցնեն, որպեսզի համարվեն նույնիսկ միջպետական պայմանագրերը, որ ստորագրվում են, այդ պայմանագրերը գալիս են կառավարություն, գնում են սահմանադրական դատարան, անցնում են, գնում են ազգային ժողով, վավերացվում են, բայց դա չի նշանակում, որ դա թղթի կտոր է, երբ որ այդ պահը ստորագրվել է։ Այսինքն հանձնաժողովները համաձայնեցրել են, իրենց աշխատանքը ավարտել են, համաձայնեցրել են։ Հիմա պետք է շրջանառվի, ներպետական ընթացակարգեր պետք է անցնի եւ հաստատվի։ Այսինքն դրա մասին է խոսքը։ Այսինքն չի նշանակում, որ սևագիր են թողարկել, աշխատել են, ընդ որում ես նախկինում ձեզ ասել եմ, որ աշխատանքը նաև առցանց է տեղի ունենում, չէ, ինտերնետի դար է։ Երբ որ մարդիկ հանդիպում են, արդեն ըստ էության վերջին շտրիխներն են համաձայնեցնում եւ որոշում կայացնում ու դնում շրջանառության, այսինքն ներպետական ընթացակարգեր կան։ Ժամկետների մասին չեմ կարող, որովհետեւ ես ցավոք ընթացակարգերի հետ կապված նրբություններին շատ չեմ տիրապետում, որովհետև ինքը շրջանառության կանոններով, որովհետև մինիմալ ժամկետներ կան, մաքսիմալ ժամկետներ կան։ Այսինքն այդ ամենը կարվի առանց շտապողականության, բայց նաև առանց արգելակման։ Բնականon ընթացքով ոնց որ արվում է կարվի։